Պարոն Մելքոնյան, տեսակցեցիք Դավիթին ինչ տեսակցեցի։ Գնահատում եմ նորմալ թույլ մի քիչ ուշագնացություն էր ունեցել, դրանից հետո թույլ էր, բայց ընդհանուր գնահատում եմ նորմալ, չգիտեմ, իր համար հետաքրքիր նոր փորձություն է, նոր աշխարհ է, ինքը նորմալ չի գիտակցում, թե ուր է հայտնվել, ինչի է հայտնվել, չգիտեմ։ Երեխայի 18 տարեկան երեխայի պահվածք, չգիտեմ, ներքին աշխարհը մի քիչ խառնված վիճակում է, բայց կարծում եմ դուրս կգա, ուժեղ տղա է։ Ինչ էր ասում, ինչ որ խոսքներ։ Չէ, ինչ ասի, հարգելիս, ես ուզում եմ հասկանամ ինչ պետք է ասի անընդհատ այս երեխան։ Գնացել էր եկեղեցի պատարակի, այկան անտեղի իրան բրթեցին, գցեցին, հարվածեցին, հայոյեցին, որից հետո իրան ձերբակալեցին, հիմա էլ կալանավորեցին։ Սա է ասում։ Ինչ եք կարծում, այստեղ պատշաճ կիրականացվի իր առողջական։ Այդ ես չեմ կարող ասել, պարզ ասեմ, այս քերակատարողական հիմնարկի աշխատակիցների մեջ ես մարդիկ եմ տեսել, որոնք բարեխիղճ ու շատերը, էլի շատերը, համենայն դեպս իմ հետ ովքեր որ առնչվել են, ես որովհետեւ մեկից բացի գոհունակության խոսքերից, սպաներից, թեկուզ մնացած անձնակազմից ուրիշ բան չեմ տեսել, չնայած իմի դրական խոսքեր ասեմ, այս մարդկանց գործից կանեն։ Վերաբերմունքը, որ դրսևորել էին Դավիթի նկատմամբ, գնահատում եմ բավարար լավ, սենց ասեմ, լավ, մեղմ ասած լավ ասեմ։ Ոչ, հետը խցակից կար, ասեց, որ մի հոգի մարդ կա, չգիտեմ, ով է և ինչի համար, չգիտեմ։ Հիմա իր համար բանա չէր էլ հասցրել իմանալ ով է, անունն ինչ է, բայց ասեց մի հոգի մարդ կա, դրանից հետո ես տեսակցել եմ։ Չգիտեմ, հասակակից է, մեծ է, ոնց որ մեծ է ավելի հասակակից, կարծում եմ ինքը միակ դպրոցականն է Հայաստանի Հանրապետությունում, որ այսօր կալանքում է գտնվում։ 18 լրացած է արդեն, եթե 18 լրացած չլներ, չէ, դա վարույթի առանձնահատկություններ կա, բայց 18-ից չափահաս են, հիմա դրա համար ինքը այս քերակատարողական հիմնարկում է գտնվում։ Կարծես թե ծնողները այստեղ ասեցին այդպես լսեցին, որ դեռ չէր հասցրել սնվել։ Այո, չէր հասցրել սնվել, կարևորը մայրը բժիշկներին բացատրեց ամբողջ հիվանդության պատմությունը, ինչ դրսևորումներ է ունենում, ասեց թե հնարավոր ինչ ալերգիկ ռեակցիաներ է ունեցել, ինչից, որ այդ սաղ արձանագրեցին ունեցան իրանց մոտ, մեր մտահոգությունը սա է, ժողովուրդ, այդ որ խնդրում էինք, այդքան ասում էինք, մի կալանավորեք, տանը թողեք, այս երեխու առողջությունից ու չգիտեմ, բանից ելնելով էինք այդ ամեն ինչը ասում, թե չէ, հիմա տղա է։ Ով գիտեր, որ ճանապարհին պիտի լինի, չէ։ Բայց դրանից մի շաբաթ առաջ էլ երբ որ դեպքը չէր եղել, եկեղեցում է եղել հարյուրավոր մարդկանց ներկայությամբ, ոչ մեկ չգիտի մարդը խնդիր ունի առողջականի, եւ 4 տարեկանից է այդ խնդիրը առ այսօր։ Սա ոչ դիտավորյալ բան է, ոչ չգիտեմ, թատրոն կարելի է խաղալ, սա կա հսկա պատմություն կա։ Տեսակ հատորներ է իր հիվանդության պատմությունը, որ ձեռքը կար։ Հիմա հնարավորինս կարողացանք ներկայացնել բժիշկներին, կարծում եմ, որ իրանք կանեն իրանցից կախված, լիահույս եմ, չգիտեմ, ուզում եմ հավատամ, որ մարդը չի մեռել բոլորի մեջ։ Պարոն Մելքոնյան, մեկ այլ խնդիր էլ տղայի ավարտական դասարանում սովորող տղայի դասապրոցեսի հետ կապված է, արդյոք քննարկվել է այս պարագան ինչպես հնարավոր է, արդյոք օնլայն տարբերակով, որպեսզի Հələ դեռ չենք քննարկել, անկեղծ ասած, ես այդ խնդիրը բարձրացրեցի, հիմա նորից պիտի դիմեմ, հեսա որ ժամանակ չի լինում, հեսա որ հավաքվենք երեկոյան ամփոփենք, դիմենք կրթության գիտության նախարարին, նա թող հանդես գա որպես երաշխավոր, փորձի ապահովել կրթության իրավունքը, որը սահմանադրական իրավունք է, եւ եթե 12 տարի Հայաստանի, որտեղ որ սովորել ամենաբարձր ձևով այս երեխան այդ դպրոցի պատիվն է պահել, հիմա էլ այդ նույն համակարգ ղեկավարող նախարարը թող երաշխավոր դառնա իր լավագույն աշակերտի համար, ես կարծում եմ, սրանից լավ վառ օրինակ նախարարի մոր երևի չի լինի։ Ես կարծում եմ, որ նախարարը պիտի համաձայնվի առավել եւս իշխող կուսակցության քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ես չեմ կարծում, որ ինքը պիտի այլ ռեակցիա տա։ Ընդառաջ պիտի գնա, կարծում եմ, մեր խնդրանքին։ տեսակցության հետ կապված արգելքը հանվելու արդյոք հնարավոր կլինի վերջը ծնողները։ Այս պայի դրությամբ դատարանը արգելել է բոլորին, զարմանաց մեզ, թեև քննիչները անգամ արգելք չէին դրել ԶՊՎ-ում, հայրը մտնում էր, տեսնում էր եւ այլն, հիմա պարոն Մարտիրոսյանը գտավ, որ ծնողներն էլ են վտանգ ներկայացնում, ծնողների հետ հանդիպումը, բացի պաշտպաններից այլ անձանց հետ շփումները արգելված է։ Աբսուրդ է, բայց սա է։ Բան չունեմ ասելու, ուղղակի հետամուտ ելնենք բոլորս այս երեխային ստեղից հանենք հանգարց
հերթական վատ բանը չունենանք, Աստված ոչարած։ Հնարավոր է արդյոք երկու ամիսը չլրացած վերանայվի որոշ։ Վաղը եւս կամ այսօր, ինչի վաղը։ Ես իմ խոսքերից հետո վարույթ իրականացնող մարմին եթե քաջություն ունենա, դատախազը հսկող, կարա խափան միջոցը փոփոխի։ Այլ խափան միջոց ընտրի։ Մենք առաջարկել ենք այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ենք առաջարկել, 10 միլիոն դրամ գրավ ենք առաջարկել, տնային կալանք ենք առաջարկել, չբացակայելու արգելք ենք առաջարկել, չգիտեմ ամեն ինչ առաջարկել ենք, բայց գտնում են, որ չէ, պիտի անպայման Արմավիր քերակատարողական հիմնարկի հացը ուտեր Դավիթը, գուցե զորություն ստանա դրանից ինչ իմանանք, ում ինչա վիճակված էս կյանքում։